Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, նիստին հետևող քաղաքացիներ։ Կարելի է տպավորություն ստանալ, որ Հայաստանի գործող իշխանությունները եւ նրանց սատարող խմբակցությունը կողմ են Հայաստանի եվրոպական ինտեգրացիային, Հայաստան-ԵՄ փոխհարաբերություններին։ Բայց իրականում ճիշտ հակառակն է։ Մենք պետք է փորձենք փրկել այդ հարաբերությունները այդ մարդկանց ձեռքերից։ Որովհետև հարաբերությունները դրանք դատարկ խոսքերով չեն արտահայտվում, այլ բանակցություններով, որոնք ստանում են իրավապայմանագրային դրսևորում եւ հետագայում այդ պայմանագրային դրույթները կյանքի են կոչվում։ Այս պահին Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների հաստատված, վավերացված ամենաբարձր մակարդակի փաստաթուղթը դա 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ ԵՄ-ի միջև կնքված ՍԵՊԱ-ի համաձայնագիրն է, որը վավերացվել եւ ուժի մեջ է մտել այս իշխանությունների օրոք։ ՍԵՊԱ-ի համաձայնագիրը 9-րդ էջում ունի մի ամրագրում, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Եվ Հայաստանը ու Եվրոպական միությունը ամրագրել են, որ իրանք հանձնառություն ունեն այդ խնդիրը լուծված տեսնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Եվ հիմա նայում ենք իրականությանը։ Ադրբեջանը սանձազերծել է պատերազմ, ագրեսիա է իրականացրել Արցախի նկատմամբ, օկուպացրել է Արցախի տարածքները, բնաջնջել է այնտեղ բնակվող հայ բնակչությանը, բռնի տեղահանության է ենթարկել եւ ինչ է ենթադրում Եվրոպական միության եւ Հայաստանի իշխանությունների վարքագիծը, որոնք վավերացրել են այդ փաստաթուղթը։ ՍԵՊԱ-ն վավերացված է եւ Հայաստանի ազգային ժողովի կողմից, եւ Եվրոպական խորհրդարանի կողմից, եւ Եվրամիության անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից։ Ես երջանկություն եմ ունեցել անձամբ ներկա գտնվել Լեհաստանի Սեյմում եւ Սենատում այդ համաձայնագրերի վավերացման գործընթացին, որը ի դեպ ընդունվել է միաձայն 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկության արդյունքներում։ Եթե կողմերը ստանձնում են պարտավորություններ, պիտի հետևեն դրա կատարմանը։ Այն դեպքում, երբ որ տեղի ունեցավ ռուս-ուկրաինական հակամարտությունը, անվերջանալի կարելի է թվարկել, թե ինչ պատժամիջոցներ է կիրառել Եվրոպական միությունը եւ անդամ երկրները Ռուսաստանի դեմ։ Կարող եք թվարկել թեկուզ մեկ պատժամիջոց, որը Հայաստանի պահանջով ըստ ՍԵՊԱ-ի համաձայնագրի Եվրոպական միությունը կիրառել է Ադրբեջանի նկատմամբ։ Չեք կարող։ Իսկ ինչ կարող ենք մենք արձանագրել։ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպական միության խորհրդի նախագահ Շարլ Միշելը Բրյուսել է հրավիրում Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին։ Եվ սկսում են անհասկանալի ձևաչափով բանակցություններ։ Ինչու անհասկանալի, որովհետեւ ոչ Հայաստանն է Եվրոպական միության անդամ, ոչ Ադրբեջանը։ Ոչ Եվրամիությունը մեր երկրների նկատմամբ ունի պարտավորություններ, ոչ մենք այդ կազմակերպությանը։ Միջազգային որևէ մանդատ Եվրոպական միությունը չունի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման իմաստով։ Բայց երկու երկրների ղեկավարները գնում են Բրյուսել Շարլ Միշելի մասնակցությամբ տեղի ունենում առաջի հանդիպումը։ Ինչ է լինում դրանից հետո։ Վարչապետը վերադառնում է Հայաստան եւ 2021 թվականի դեկտեմբերի 26-ին այցելում է սահմանադրական դատարան եւ հանդիպում ունենում սահմանադրական դատարանի դատավորների հետ։ Ոչ սահմանադրությունը, ոչ սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը չի նախատեսում դատարան դիմող սուբյեկտի կամ պատասխանող սուբյեկտի խորհրդակցություն բարձր դատարանի դատավորների հետ։ Այդ հանդիպանը չի մասնակցել սահմանադրական դատարանի միայն երկու դատավոր՝ Հրայր Թովմասյանը եւ Արևիկ Պետրոսյանը։ Իսկ ինչ կարող էր հետաքրքրել Նիկոլ Փաշինյանին ՍԴ դատավորներից։ Սահմանադրության փոփոխություն ադրբեջանական պահանջներով, որովհետև 21 թվականի մարտին Իլհամ Ալիևը առաջին անգամ էր խոսել Հայաստանի նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Բաքվում տեղի ունեցած մի կոնֆերանսի ժամանակ եւ 2021 թվականի սեպտեմբերին հարցազրույց էր տվել թուրքական Անադոլու գործակալությանը նորից խոսելով նոր սահմանադրության ընդունման մասին։ Դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ստորագրում է նոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշում, երբ որ մինչ այդ ստեղծել էր 19 թվականի հանձնաժողով, իսկ 20 թվին արդեն եղել էր Հայաստանում սահմանադրական փոփոխություն, որը վերաբերում էր միայն ՍԴ դատավորների փոփոխությանը։ 21 թվականին անընդհատ հանդիպումներ են եղել Եվրամիության հովանու ներքո։ Եվ ինչի են հանգեցրել այդ հանդիպումները, ենթադրվում է, որ դրանք պետք է լինեին բանակցություններ, բերեին խաղաղության։ Օգոստոսի 30-ի հանդիպումից մի քանի օր հետո 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա։ Դա մենք անվանում ենք պայմանականորեն ջերմուկի պատերազմ։
Եվ ինչ ա լինում այդ հանդիպումից, այդ հարձակումից մի քանի օր հետո, 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Նյու Յորք եւ ելույթ է ունենում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից եւ ուշադրություն հիշեցնում եմ ձեզ, թե ինչ հարց նա տվեց Իլհամ Ալիևին։ Միգուցե բառացի չցիտեմ, բայց հիմնական մասը կասեմ։ Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ Ադրբեջանի նախագահին, որպեսզի նա ինձ ցույց տա այն քարտեզը, որը նա համարում է Հայաստան։ Պատկերացնում եք, սա ՄԱԿ-ի պատմության մեջ չի եղել այդպես մի բան, որ որևէ երկրի ղեկավար դիմի այլ պետության ղեկավարի, այն էլ թշնամական պետության ղեկավարի եւ ասի, խնդրում եմ ինձ ցույց տուր, որն ես թույլատրում, որ դառնա իմ երկիրը։ Ցավոք սրտի մինչ օրս Իլհամ Ալիևը այդ քարտեզը Նիկոլ Փաշինյանին ցույց չի տվել։ Իլհամ Ալիևի շուրթերից, նրա ստորագրած փաստաթղթերից դուք երբեք չեք գտնի որևէ թիվ, որը վերաբերի Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքներին։ Երբ որ բերին հասցրեցին այդ պատերազմից հետո հոկտեմբերի 6-ին Պրահայի հայտնի փաստաթղթի ստորագրությանը, որի մասին քիչ առաջ նաև հարցադրումներ էր անում, ասում են, ինչպես եք վերաբերում այդ փաստաթղթին։ Շատ հանգիստ ենք վերաբերում։ Այդ փաստաթղթի ստորագրած ոչ մի կողմ իրավասություն չուներ ստորագրելու այդ փաստաթուղթը։ Եվրոպական միության խորհրդի նախագահը լիազորված չէր դա անելու, Ֆրանսիայի նախագահը համանախագահող երկրների նախագահներից մեկն էր եւ իրան հարց չի տալի, երբ որ ինքը որպես համանախագահող երկրի ղեկավար փաստաթուղթ է ստորագրում, ուր են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները։ Իսկ այդ փաստաթղթի ստորագրումը ինչ էր ենթադրում։ Դրանից հետո Շարլ Միշելի հայտարարությունը, որտեղ առաջին անգամ հնչեցին թվեր Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների վերաբերյալ, դեպ 29800 եւ 86600։ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա Ադրբեջանի տարածքի մասին խոսում է, բայց դες որոշակի վերապահումներով, որ Կասպից ծովի մակարդակի իջնում բարձրանում, Ադրբեջանի տարածքն էլ է փոխվում։ Եթե չեմ սխալվում, Կասպից ծովը ողողում է նաև Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի ափերը։ Բարձրում այդ երկրների տարածքը, դες անընդհատ էս դինամիկ փոփոխությունների մեջ է, դες կարող է դες թեքվում է Կասպից ծովը, դες մի քիչ տենց Ադրբեջանի տարածք պակասում է, Ղազախստանին ավելանում է։ Ու այս մարդիկ պետություն են ղեկավարում, հասկանում եք։ Իսկ իրանք Ադրբեջանը, որը լուրջ է վերաբերում այդ ամեն ինչին, նրանք թվերից չեն խոսում, որտեղ նրանք նոր պահանջներ ունեն։ Իսկ թե որոնք են այդ պահանջները, արդեն կառավարությունը հավանություն է տվել եւ ներկայացրել ազգային ժողով, իսկ ազգային ժողովի նախագահը որոշել է, որ մենք դա պետքա քննարկենք երկուշաբթի օրը ժամը 10-ին։ Ադրբեջանական պահանջների մի ամբողջություն, որի նպատակն է պարզապես վերացնել հայկական պետականությունը եւ այս տարածքի վրա հիմնել նոր պետական կազմավորում։ Մենք մեծ մարտահրավերների, մեծ ռիսկերի առաջ ենք կանգնած։ Ասում են պատգամավորներից մեկը ասում է, որն է ձեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այս պահի դրությամբ, քանի դեռ կառավարության նոր ծրագիր չի հաստատվել, պետք է ասել, որ մեր պետության դիրքորոշումը խորհրդարանի կողմից վավերացված դա 21-26 թվականի ծրագրով արտահայտված դիրքորոշումն է։ Բացեք տեսեք, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանի պետությունը Լեռնային Ղարաբաղի հարցում։ 2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը ես չեմ ստորագրել։ Ստորագրել է անվտանգության խորհրդի նախագահ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բացեք եւ տեսեք, թե ինչ է գրած այնտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների, եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ, եւ չնայած որ մեր ազգային ժողովի նորընտիր նախագահը պոեզիա չի սիրում, դրանով ինքը կտրուկ հակադրության մեջ է գտնվում վարչապետի հետ, որտեղ այնտեղ անվտանգության հայեցակարգում գրված է Ասորիքն է եղել մեր Ախոյանը տես, անհետ կորել անցել է չար մշուշի պես, Բաբելոնն է եղել մեր թշնամին ահա, դաշտ է տեղը եւ չկա քար քարի վրա։ Վահան Տերյանից մեջբերումներով գրված անվտանգության այդ հայեցակարգը մարդիկ ոչ միայն չեն իրականացրել, այլ իրենց պաշտոնավարումով դառել են պարզապես սպառնալիք Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ դրա գոյության համար։ Իսկ մեր խնդիրն է վերացնել այդ սպառնալիքը։ Խափանել այդ մահաբեր ընթացքը, որը արտահայտվել է 3 մեծ պատերազմներով, հսկայական մարդկային, տարածքային, նյութական կորուստներով, եւ ի վերջո ստեղծել ուժեղ Հայաստան։